Ողջուններս բոլորիդ, սիրելի ժողովուրդ, Աստծո ժողովուրդ։ Ուզում եմ մի փոքր տեղեկատվություն տամ ձեզ։ Այս մեկ ամիսների ընթացքում ես տեղում չէի, չգիտեմ ինչքանով եք կարտացել YouTube-յան էջի ներքևում գրված էր իմ բացակայության մեկ ամսվա պատճառը, բայց քանի որ մարդիկ հաճախ նայում են, ուզում եմ եւս մեկ անգամ սա մեծ սիրով բարձրաձայնել։ Իմ բացակայության պատճառը ընդհանրապես սիրելիներ, դա աշխատանքի բնույթն է կրում։ Իմ աշխատանքը, ինչպես ասել եմ ձեզ, ոչ թե Հայաստանում է, այլ ես աշխատում եմ օտար երկրում։ Եվ այս մեկ ամիսը, երբ որ ես տարվա մեջ 2-ից 3 անգամ բացակայում եմ, դա պատճառն է նրա, որպեսզի ես կարողանամ գումար աշխատեմ, որպեսզի կարողանամ իմ Տիրոջս ծառայեմ։ Ինչպես նաև Պողոս առաքյալը, մի փոքր հիշեցնեմ, որ առաքյալները տարբեր ոճերով էին գործում։ Կային որոշակի առաքյալներ, որոնք ծառայում էին, ապրում էին, սնվում էին Աստծո տան բարիքներով, այսինքն գումարով, զոհաբերություններով, տասանորդներով, սա նորմալ է, աստվածաշնչյան է, ճիշտ է, ճշմարիտ է, եւ նաև կային առաքյալներ, որոնցից մեկը կարող եմ նշել այն Պողոս առաքյալն էր, որը իր քրտինկով էր ամենը վաստակում եւ իր քրտինկով էր ամեն մի ծառայությունը Աստծուն տալիս եւ նա շատ քիչ էր սնվում եկեղեցիներից։ Եվ այսպես սիրելիներ, դա կարելի ասել քիչ թե շատ նորմալ երևույթ է իմ կյանքում, որովհետեւ ես կամեցել եմ, ցանկացել եմ, ես իմ Տիրոջը խնդրել եմ եւ ասել եմ. Տեր, ես չեմ ուզում ոչ մի մարդու անձի համար բեռ դառնամ։ Ես ուզում եմ քո խոսքդ ազատ քարոզել։ Ես ուզում եմ քո աստվածային կամքդ եւ զորությունդ, լիությունդ եւ ամբողջ այն ծրագիրը, ինչ որ դու տվել ես ինձ, անխափան կարողանամ ես տամ այն մարդկանց, ովքեր ունեն բաց սիրտ, բաց ականջ եւ ընդունող հոգի։ Եվ սա է պատճառը, սիրելիս, երբ որ կտեսնես եւ կնկատես, որ մեկ ամիս եւ մեկ շաբաթ ես բացակայում եմ, դա դրա բույն պատճառն է կրում։ Եվ ես հիմա այստեղ եմ եւ կյանքիցս չափ ուրախ եմ եւ այնքան է ես կարոտել այս վայրին, ես այնքան է կարոտել իմ Տիրոջս երկրպագելուն, ես այնքան է կարոտել, որ կարող եմ պարզ ասել, որ ֆիզիկապես արդեն իմ մարմինը հիվանդ էր, տենչում էր Աստծո խոսքին, տենչում էր Աստծո վայրին։ Եվ ես հուսով եմ, որ դու կհասկանաս դա, թե ինչ է նշանակում, երբ որ մարդը լինում է ընտրված անոթ Տիրոջը ծառայելու համար եւ ծառայում է Տիրոջը, ապրում է միայն մեկ նպատակով՝ գոհացնել ոչ թե մարդուն, այլ միակին Հիսուս Քրիստոսին։ Եվ այսպես սիրելիներ, այսօր այն օրն է, որ նորից եւս Աստծո խոսքը Աստծո տան մեջ է, եւս այն պիտի խոսվի եւ պիտի գրանցվի ամբողջ YouTube-յան էջում։ Եվ ես հույս ունեմ, որ այսօրվա խոսքը, այն կարոտած խոսքը կլինի, որ մենք փափագով կլսենք Աստծո բերանից դուրս եկած։ Եվ միշտեր, որ ես կսկսեմ, ուզում եմ մի փոքր, ինչպես միշտ, Աստվածաշնչից ընտրված մասնիկ կարդալ, որտեղ որ գրված է այսպես. Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհը, որ աշխարհը դատե, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտվիլ, իսկ չհավատացողը աշտեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անունին, եւ սա է դատաստանը։ Որն է դատաստանը, սիրելիս? Դատաստանը սա է, կաշտում եմ, որ լույսը եկավ աշխարհ եւ մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար են։ Այո, խավարը սիրող մարդը, մեղավոր մեղքերով լցված լի մարդը, սիրելիս, նա երբեք չի ցանկանա լույսին գալ, որքան էլ որ Հիսուս Քրիստոսը փափագում է այն եւ ասում է. մարդ արարած, արի ինչպիսին որ դու կաս։ Մենք օրենքից անցել ենք արդեն շնորհի գիրկը, մարդիկ, 2000 տարի է դա իսկ։ Քեզ պետք չի 10 պատվիրանները պահել, մագրվել եւ հետո Աստծուն գալ։ Քեզ պետք է պղտորված, կեղտոտված, պղծված գաս դու Հիսուս Քրիստոսին եւ նա քեզ կմաքրի եւ կզորացնի։ Եվ սա է պատգամը։ Դատաստանն էլ այն է, որ մենք ամեն ինչը տեսնում ենք, լույսը տեսնում ենք, բայց մենք լույսին գալ չենք ցանկանում, ուղղակի չենք ցանկանում։ Եվ դա դու քո մեջ բռնիր ու քծիր, թե ինչու դու չես ցանկանում Աստծո լույսին գալ, որն է այդ պատճառը դրա։
Մինչդեռ որ ես խոսքը կսկսեմ, հոգիս ուզում է երկրպագել, փառավորել իմ Տեր Աստծուն, մարդիկ այնքան եմ կարոտել նրան փառաբանելը, այնքան եմ փապագած ժամեր փառաբանում տան մեջ, Աստծո տան մեջ, որ չեմ կարող ձեզ բացատրել, չեմ կշտանում Տիրոջ երկերից, չեմ կշտանում նրան փառք տալուց, չեմ կշտանում այն բառերը արտաբերելուց, որոնք որ ամեն իմ մարմնին եւ հոգուն պարաշտություն է ամեն ժամանակ։ Հիսուսն է գալիս, ցանցահոգիս ցանցա, քեզ կյանք է տալիս, ցանցահոգիս ցանցա, Հիսուսն է գալիս, ցանցահոգիս ցանցա, քեզ կյանք է տալիս, ցանցահոգիս ցանցա, քո դերն է գալիս, հողեղեն մարմնին, նոր կյանք է տալիս, ցանցահոգիս ցանցա, քո դերն է գալիս, հողեղեն մարմնին, նոր կյանք է տալիս, ցանցահոգիս ցանցա, Հիսուսն է գալիս, ցանցալով իր հոտին, ողջույն է տալիս, ցանցահոգիս ցանցա, Հիսուսն է գալիս, ցանցալով իր հոտին, ողջույն է տալիս, խնդրեցեք միաձայն աշխարհի համար, չէ որ այրունը հղած բոլորի համար, խնդրեցեք միաձայն աշխարհի համար, չէ որ այրունը հղած բոլորի համար, ցանցաերգիր և քո մեջ բնակվողն է, ցանցացեք Հիսուսի տանջված գառնուկներ, ցանցաերգիր և քո մեջ բնակվողն է, ցանցացեք Հիսուսի տանջված գառնուկներ, ցանցալով երեկեցեք, գնում եք հավետ, մեր ետևում մնաց դժոխքն առավետ, ցանցալով երեկեցեք, գնում եք հավետ, մեր ետևում մնաց
Պայծամբարիշները վրցի չեն գալիս Կխնդրեն լեռների ընկեք մեր վրա Բարկությանը այդ ժամին ով կդիմանա Կխնդրեն լեռների ընկեք մեր վրա Բարկության այդ ժամին ով կդիմանա Ցնցա հոգիս ցնցա Հիսուսն է գալիս Ցնցա հոգիս ցնցա Նոր կյանք է տալիս Ապրում եմ այս տողերը սիրելիս, ապրում եմ, շնչում եմ, ապրում է հոգիս, արտաբերելով այս բառերը, Վերքերս երկեր են դարձել Հոգսերս աղոտ տենչալի Իսկ սերս Հիսուսն է դարձել Դարձել է կարոցանքալի Ուզում եմ գնալ միանալ Հիսուսին վշտալ սուրբերի Ուզում եմ գնալ ու մնալ Վայել է կյանքը հայնվերի Ուզում եմ գնալ միանալ Հիսուսին վաշտալ սուրբերի Ուզում եմ գնալ ու մնալ Վայել է կյանքը այնվերի Կլաս կտրում եմ աչակ Բորբոսնած պտած այս հողից Իսկ հոգիս ցնցալով աչակ Ուզում եմ թռչել այս բանից Ուզում եմ գնալ միանալ Հիսուսին վաշտալ սուրբերի Ուզում եմ գնալ ու մնալ Վայել է կյանքը այնվերի Ուզում եմ գնալ միանալ Հիսուսին վաշտալ սուրբերի Ուզում եմ գնալ ու մնալ Վայել է կյանքը
Դարվելով ողջ բարեքը Ոտքերին ամերջել համբույրը Ուզում եմ գնալ միանալ Հիսուսին սիրող սուրբերին Ուզում եմ գնալ ու մնալ Վայելել կյանքը այն վերին Ուզում եմ գնալ միանալ Հիսուսին սիրող սուրբերին Ուզում եմ գնալ ու մնալ Վայելել կյանքը այն վերին Վայելել կյանքը այն վերին Ով կարող է ասել ամեն Խոսք սիրելիներ Ուզում եմ մի փոքր աղոթել իմ Տիրոջը եւ նրան խնդրել ու ասել Հայր Աստված Քո որդի Հիսուս Քրիստոսի անունով կանգնած եմ ես այստեղ եւ քեզանից խնդրում եմ մեկ կարևոր բան Օգտագործիր իմ բերանը օգտագործիր որպես ձայն քո սուրբ աստվածային կատարյալ ճշմարիտ խոսքը եւ պատգամը տալու այն մարդկանց ովքեր որ իրապես ծառավ են քո խոսքին Տեր Հիսուս Շնորհակալ եմ քեզանից որ դու կաս որ դու այս վայրում ես Սուրբ Հոգի եւ դու ես միակ քարոզիչը Ամեն Սիրելիս Այսօրվա խոսքը Նրա վերնագիրն է, նա վերնագրվել է այսպես Փնտրիր եւ կգտնես Չեմ կարծում երբևիցե կա մեկ մարդ Եթե ինչ-որ մեկը ի սրտանց փնտրում է ինչ-որ մեկ բան եւ նա այն չգտնի Կամ ցանկանում է ի սրտանց ինչ-որ մեկ բան կատարել եւ անել եւ չկարողանա գտնել Մի փոքր վկայեմ սիրելիս, ընդամենը տարի ու կես առաջ էր, երբ որ կանգնած էի, նստած էի իմ տանը եւ Տիրոջն ասում էի, Տերը ցույց էր տվել տեսիլքներով, որ ես պիտի փառաբանեմ նրան, բայց ես չգիտեի, որտեղից պիտի սկսվի այն զրոյից հետո եկած մեկը, այն առաջին քայլը, ես ոչինչ չգիտեի։ Չգիտեի ինչպիսի տեխնիկա, չգիտեի ինչպիսի ձայն, ես ամբողջ իմ կյանքում երբեք չեմ երգել։ Ես չգիտեմ ինչ բան է, մի երգ, որ երբևիցե երկած լինեմ։ Եվ մտածում եի եւ ասում եի, Տեր, ինչպես ես ոչինչ չգիտեմ, բայց նա գիտեր։ Եվ նա տարավ, բերեց առաջին քայլից մինչև այսօրվա իմ քայլը, որը կատարվում է։ Եվ ես, գիտես սիրելիս, քավ լիցի, որ երբևիցե զարմանամ ինքս ինձ վրա, բայց ես զարմանում եմ, թե ինչպես Աստված կարող է մարդու սրտի փապակը, այն փապակը, որ պիտի Տիրոջը ծառայի, Տերը տալիս է, գիտես, Տերը տալիս է, դա ուղղակի կախված է, թե այն ինչ փապակ է, եւ Աստված տեսնում է, ինչ ես դու ուզում, ինչումն է այն պայմանավորված։ Եվ այսպես մեր կյանքում սիրելիս, երբ որ մենք փապակ ունենք, Աստծուն գալու, երբ որ փապակ ունենք նրա խոսքը լսելու, երբ որ փապակ ունենք նրա խոսքով ապրելու, հավատացած եղիր, այն քո մոտ քիչ թե շատ է կստացվի, որովհետև դու կամենում ես, որովհետև քո հոգին բաց է նրա խոսքի առջև։ Եվ այս խոսքն այսօր փնտրիր եւ կգտնես, եւ դու այն կգտնես, եւ այն դու կարելի է ասել, որ արդեն ից է գտել ես։ Ուղղակի քեզ պետք է այն պահպանել։ 18-րդ դարում ճանաչված մի ամերիկյան գրող կար, որի անունն էր Մարկ Թվային։
Եվ այս Մարկ Թվայինը իր ընկերոջ հետ նստած նրանք քննարկում էին Աստվածաշնչից։ Եվ նրա ընկերը արտաբերեց այսպիսի մի հետաքրքիր խոսք։ Նա ասեց Մարկին, ասեց. «Գիտես Մարկ, ընդհանրապես Աստվածաշունչը ինձ բարկացնում է, խանգարում է, նրա միջի հանգամանքները բարկացնում են ինձ եւ խանգարում են, որովհետեւ այն ես չեմ կարողանում հասկանալ»։ Այս մարդը արտաբերեց այսպես. այսինքն կարդում եմ Աստվածաշունչը, բայց չեմ հասկանում։ Եվ այդ չհասկանալը խանգարում է ինձ եւ այս մարդը ուներ խնդիրներ Աստվածաշնչի մեջ, Աստվածաշնչի հետ։ Եվ Մարկ Թվայինը պատասխանում է նրան այսպես մի հետաքրքիր բանով. «Գիտես ինչ ասում է սիրելի ընկեր, ինձ մոտ դա իսկն հակառակն է։ Ինձ խանգարում է հանգամանքներ Աստվածաշնչյան խոսքը եւ դժվարացնում է իմ կյանքը, քանի որ ես այն լավ հասկանում եմ։ Հիմա սիրելիս, հարց եմ տալիս. դու ով ես, ոմն մեկը, ով որ հասկանում է Աստվածաշունչը, բայց չի կարողանում այն կատարել, ըմբռնել, ապրել նրանով, թե դու այն մարդն ես, ով չի ուզում Աստվածաշունչը հասկանալ։ Գիտեք, ընդհանրապես մեզ համար շատ հեշտ է։ Մեզ համար շատ հեշտ է չցանկանալ, հասկանալ, որովհետև դա կդառնա քո կյանքում մի մեծ պատճառ, դե գիտես ինչ Տեր, չեմ հասկացել։ Դա է պատճառը եղել բուն իմ կյանքի, որ ես ուղղակի խորը չեմ գնացել քո խոսքի մեջ, կաշտացել եմ, չեմ հասկացել, ների՛ր ինձ Տեր։ Բայց մեկն էլ կա, որ ասում է, խանգարող են հանգամանքները, քանզի ես հասկանում եմ, եւ այն հասկացողությունը, որ ինձ տալիս է Աստվածաշունչը, եւ այն հասկանալու տեղը տեղին պատճառ է տալիս քեզ սիրելիս, երբեք չկա գետ մեկ մարդ, ով որ Հիսուս Քրիստոսի խոսքը նոր ուխտը չկարողանա հասկանալ։ Ուղղակի դու չես ուզում այն հասկանալ, որովհետև այն քո կյանքում հեշտ է դառնում չապրել Աստվածաշնչով։ Եվ այս Մարկ Թվայինի կյանքում կար մի մեծն խնդիր, նա տեղը տեղին հասկանում էր, բայց ինչ որ հասկանում էր, նրա կյանքում ոչինչ չէր փոխվում, բաշտանում էր եւ ամբողջ այն ըմբռնումները իր կյանքի մնում էր անպտուղ եւ անաստված։ Հիմա սկսում եմ ես Ղուկասի ավետարանից շատ պարզ է ասել Հիսուս Քրիստոսը սիրելիս։ Հիսուս Քրիստոսը ասել է. խաչը վերցրու հետևիր ինձ։ Ինչ կա այստեղ ընդհանրապես չհասկանալու։ Դու այստեղ ինչ որ մի բառ կա, որ դու չես ըմբռնում։ Հիսուս Քրիստոսը չի ասում դու մարմնիցը դուրս եկ։ Հիսուս Քրիստոսը քեզ չի ասում թող աշխատանքդ, ընտանիքդ եւ տունդ եւ կինդ։ Ոչ, նա ասում է վերցրու խաչդ եւ հետևիր ինձ։ Այսինքն ամեն ինչում դու որ կգնաս, ամեն ինչի մեջ դու որ կքայլես, ամեն ինչի մեջ դու որ կապրես, քո սկզբունքը պիտի լինի նա Հիսուս Քրիստոսը։ Սա մի օրինակ է, որ դու մեքենան առնում ես, ղեկը հանձնում ես ինչ որ մեկին, պիտի հանձնես այդ մեքենայի ղեկը Հիսուս Քրիստոսին, բայց դու ասում ես նրան դե, մի րոպե գիտես ինչ կա Տեր Հիսուս, դու կնստես իմ կողքին եւ ես այդ մեքենան կղեկեմ, ինչպես որ ցանկանամ։ Ուղղակի դու կլինես իմ կողքին նստող, բայց ոչ վարորդը։ Եվ այսպես մեր կյանքերը այսպես է սիրելիներ, մենք այսպես ենք ապրում, մենք ուզում ենք Հիսուս ունենալ մեր կյանքում, բայց ոչ մեր կյանքի ղեկի վրա, ուղղակի մեր անկյունում։ Հիշում եմ, մի դեպք է կատարվել, որ ես կաշտացել եմ մի հավատացյալ ընտանիք, որի աղջիկը գնում է հանգստանալու արձակուրդների եւ նրա մայրը նրան ասում է, նա մի փոքր անհավատ է, աթեիստ է լինում, նրա երեխան ասում է, աղջիկս ասում է, խնդրում եմ, աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ճանապարհորդությանդ ընթացքում լինի քո կողքին, տեղ տու նրան քո կողքին, եւ այս աղջիկը արտաբերում է այս մի տարօրինակ արտահայտություն, ասում է, մայրիկ, ես Սուրբ Հոգու կարիքը չունեմ։ Սուրբ Հոգու կարիքը ես չունեմ։ Եթե հարկն է, նրան ես կտամ հետևի հատվածում, այսինքն հայերեն չգիտեմ ոնց են ասում այդ բագաժնու մեջ, հա։ Այսպես է արտաբերում այս աղջիկը այս խոսքերը Սուրբ Հոգու մասին, այս հայոյությունը, երբ որ նա ճանապարհ է ընկնում, ճանապարհին կատարվում է
ահռելի դեպք եւ այս աղջիկը մահանում է։ Եվ մեքենան ասում է այնքան էր այլանդակված, բայց ասում է երբ որ մեքենայի վերջի հատվածի դուռը բացեցին, տեսան որ այնտեղ 30 հատ ձու էր դրված եւ այդ ամբողջ դրված ձուն ոչ մեկը չէին կոտրվել։ Իրապես որ Սուրբ Հոգին եղել էր այնտեղ սիրելիս։ Բայց ինչ որ մենք փորձում ենք, հասկանում ենք, ըմբռնում ենք, բայց Հիսուսին տեղ չենք տալիս։ Մենք հասկանում ենք, որ պիտի ապրենք նրանով, բայց չենք ապրում։ Հասկանում ենք, որ մեր կյանքերը անհապաղ խավարից դեպի լույս պիտի դարձնենք, բայց արյուտես մնում ենք խավարում։ Եվ այսպես կարդում եմ Ղուկասի ավետարանը 15-րդ գլուխ։ Երեկից 7։ Եվ այս արագ ասեց Հիսուսը նրանց. ձեզանից ով է այն մարդը, որ 100 ոչխար ունենա եւ նրանցից մեկը կորցնե, չի թողիլ 99 անապատումը եւ այն կորածի ետևիցը գնա, մինչեւ որ գտնե նրան, եւ երբ որ գտնե, ուրախանալով իր ուսերի վրա կդնե նրան եւ տուն գալով բարեկամներին եւ դրացիներին կկանչե եւ նրանց կասե. ուրախացեք ինձ հետ, որովհետեւ իմ կորած ոչխարը գտա։ Ասում եմ ձեզ, թե այսպես ուրախություն կլինի երկնքումը մեկ մեղավորի համար, որ ապաշխար է, քան թե 99 աշտարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Սիրելիս, այս առակը Հիսուս Քրիստոսը պատմեց, որպեսզի մենք հասկանանք, որ նա էր միակը, ով որ թողել է, միակ մարդ այս երկրի վրա, Աստծո որդին եւ Աստված, որ կարողացավ թողնել 99 եւ գնալ մեկի ետևից։ Բայց այսօր ես չեմ քարոզելու դա, ես այսօր քարոզելու եմ, որ այսօր դու այդ տվյալ մարդն ես եւ ինչպես քո կյանքում կստացվի այն, եթե դեռ ունես 99 հատ ինչկերը, բայց մեկը պակաս է քեզանում։ Քեզ թվում է թե ոչինչ։ Ես այսօր այս առակը մի փոքր պիտի փոխեմ, ձևափոխեմ։ Քեզ թվում է դե ոչինչ, ես քանի որ ունեմ դեռ 99, դա կլինի ոչխար, դա կլինի հարստություն, դա կլինի ոսկեղեն, դա կլինի ամբողջ քո կյանքի երջանկությունը, ինչպես կուզես, այնպես էլ ըմբռնիր։ Բայց դու ասում ես, այո, ես 99 ունեմ, բայց այն մեկ կորածը քո կյանքում, կորածը դու չունես։ Եվ նա կորած է քո կյանքում, եւ նա շատ կարեւոր է քո կյանքում։ Եվ դու, քանի որ մտածում ես դե 99 իմ կյանքում ես դեռ ունեմ, ինչի՞ս է պետք այն մեկի ետևից գնամ, ապրում եմ դե, շնչում եմ, ամեն ինչ բարվոք է իմ կյանքի մեջ, ապրեմ, վայելեմ իմ կյանքը այս երկրավոր, մեռնեմ էլ մեռնեմ, դե ապրում ենք ապրելու համար եւ մեռնում ենք մեռնելու համար, քանի որ Աստվածաշնչի մեջ գրված է արի ուտենք, խմենք, քանի որ վաղը պիտի մեռնենք, այսպես էլ մեր կյանքը ուտում ենք, խմում ենք, քանի որ վաղը պիտի մեռնենք, չմտածելով որ մեր հավիտենական հոգիները հավիտենական են, նրանք չեն մահանալու։ Այդ թյուր գաղապարից արի այսօր դու ձերբազատվի, որովհետև արի կլինի հավիտենությունը չխառնենք ժամանակավորի հետ, հա։ Եվ այսպես 99 դու ունես եւ այն մեկը կորցրել ես եւ այն մեկի ետևից գնալ դու չես ուզում։ Ինչու՞։ Որովհետև այն փնտրելու համար, այն մեկը, այն կարևորը քո կյանքի սկզբունքը փնտրելու համար քեզ պետք է առաջնահերթ ինչ։ Ասեմ սիրելիս, ժամանակ, գրանցիր քո մոտ, ժամանակը թանկ բան է, ժամանակը այսօր մեզանից գողացված է եւ այն մենք ծախու պիտի առնենք, փողով պիտի առնենք, բայց արի ուտես մենք այն ձրիապար վատնում ենք, իսկն հակառակը։ Ժամանակ է մեզ պետք, այն մեկի ետևից փնտրելու կամք է պետք, սիրելիս, դու պիտի այն կարևորագույնս կամքը ցանկություն ունենաս, որ դու հասկանաս, այո, ես ունեմ 99, բայց այն մեկն էլ է իմ կյանքի մեջ կարևոր, որ շատ կարևոր է, որին ես պիտի գնամ փնտրեմ եւ գտնեմ։ Դրա համար եմ ասում, երբ որ մարդը իր մտքի մեջ դնում է ինչ-որ մի կարևոր բան, որ մարդուն շատ պետք է, այդ մենք անում ենք։ Դու ամեն ինչ կհասցնես, դու ամեն ինչ կդասավորես, որ քո ժամանակները, աշխատանքդ ստացվի ամեն ինչը հարիշ, բայց արի ուտես այս մեկին փնտրելը մենք միշտ բարդանում է մեր կյանքում, որովհետև ժամանակ կամք եւ դրան նաեւ հավատք է պետք, հավատք սիրելիս, դու պիտի հավատաս, որ դու նրան արդեն իսկ գտել ես, եթե դու չհավատաս, որ նրան կգտնես,
Հավատացած եղիր, որ դու նրան անգամ փնտրելու չես գնա։ Դու պիտի հավատք ունենաս, որ դու նրան կգտնես։ Եվ այսպես կարող այն մեկը փնտրելուց քո ունեցած ուշադիր եղիր։ 99 վնասվել։ Հիսուսի համար դա խնդիր չէր։ Հիսուսի համար խնդիր չէր։ Նա գիտեր, որ նա պիտի հատիկ փնտրի գտնի եւ բերի, իսկ քո համար այդ մեկ հատիկը դու հասկանալով, որ այն 99 կվնասվի քո կյանքում, դու արդյոք կցանկանաս այն մեկի ետևից գնալ, թե ոչ։ Հարց եմ տալիս քեզ, դու ուղղակի ըմբռնիր, հասկացիր, թե ես ինչ եմ ուզում քեզ ասել։ Ես այստեղ չեմ քարոզում այսօր քո փրկությունը, ես այստեղ քարոզում եմ քո փրկության ճանապարհը, որի սկիզբն է փնտրելը եւ գտնելը։ Առանց նրա փրկություն չկա։ Դու պիտի կարողանաս թողնել 99-ին այն կորած մեկի հետքերով գնալու համար։ Հասկանում ենք մենք իրար։ Ես չգիտեմ դու ինչ կթողնես ժամանակ, կթողնես աշխարհի ինչկեր, կթողնես հարստություն, կթողնես ստեղծագործություններդ, աղանդդ, տաղանդդ, ես չգիտեմ ինչեր կթողնես, բայց քեզ համար անհապաղ է այն մեկին գտնելը։ Երբ մարդը կորցնում է մի արժեքավոր իր սիրելիս, ես այն ուզում քեզ բացատրեմ բան, իմաստազրկվում է նրա կյանքը, գիտես։ Պատկերացրու մի պահ, դու ունես տանդ դրված մի շատ թանկարժեք իր, ասենք մատանի դիամանդյա մեծ ընկարով, եւ դու այն կորցնում ես։ Մի տեսակ արժեքազրկվում է կյանքը, չէ՞։ Մի տեսակ ընկնում ես դեպրեսիաների մեջ ու դու ամբողջ մի կարող է տարի ժամանակներ տանջվես դրա տակ եւ անդադար հիշես եւ սիրտդ նվաղի եւ ցավ ապրի, ինչու ես այս թանկարժեք իրը կորցրեցի։ Բայց անու ամենայնիվ անցնում են ժամանակներ, երբ դու մոռանում ես այն կորածի արժեքը, քանի որ դու մտածում ես, դե ոչինչ, 99 հատը դեռ ունեմ։ Սա է մեր խնդիրը, սիրելիս։ Այսօր ես քեզ մի ուրիշ կերպ եմ ուզում հասկացնել մեր բուն խնդիրը, մեր էության բուն խնդիրը, դե մենք ունենք, դե ես շատ ունեմ, ինչի՞ս է պետք այն մեկը։ Դե ես աշխարհը վայելում եմ։ Ամեն ինչ ինձ տվել է Աստված, թե սատանան, չգիտեմ ով է տվել քեզ ամեն ինչը, բայց դու ասում ես ես վայելում եմ, ինչի՞ս է պետք, փնտրեմ, դե ապրում եմ էլի, դե ապրիր սիրելիս, այսպես դու ուղղակի իմաստազրկված մի կյանք կապրես, չհասկանալով, որ մեկ օր կյանքդ կվերջանա այս երկրի վրա, եւ հետո, երբ որ արդեն կսկսես հասկանալ եւ ըմբռնել, արդեն ամեն ինչ ուշ է լինելու, եւ դու այն ժամանակը փնտրելու եւ գտնելու այլևս չես ունենալու։ Փնտրում են բոլորը, հավատացած եղի, ոմանք գտնում են, շատերն են գտնում, մարդիկ այսօր աշխարհի Աստծո խոսքը այնքան շատ է տարածված, ու ասեմ շատերն են գտնում են այն թանկը, գտնում են այն միակին, բայց այստեղ հարցը գտնելը, ունենալը, բայց նաև արժեքավոր է նրան պահպանելը։ Դու պիտի կարողանաս այն թանկագին իրը պահպանես, որպեսզի այն չկողացվի, որպեսզի այն չվատնվի, որպեսզի այն դու ժամանակի ընթացքում ստիպված չլինես վաճառելու մեկ ուրիշին։ Դու հասկանում ես իմ մտքերը, դու հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Ես մի փոքր խոսում եմ փոխհարաբերական իմաստով, որպեսզի քեզ այն ավելի ստույգ եւ հասկանալի դառնա։ Ոմանք գտնում են, ոմանք չեն գտնում, այսպես էլ առանց գտնելու այս աշխարհից վերանում են, ոմանք մոլորվում են փնտրելու ընթացքում ճանապարհին։ Սա էլ է, սիրելիս, այսօր ես մտածում եմ Աստված իմ, որքան հոգիներ են փնտրում քեզ, բայց կարծում ես կարողանում են նրան գտնել ճշմարիտը։ Ինչ ես մտածում, դու մտածում ես այն ճշմարիտ, այն մեկ հատը հայրուրի մեջ, կարողանում են նրան գտնել։ Արդյոք կարողանում են։ Աշխարհը չի թողնի, սիրելիս, աշխարհը առաջինն է, որ քեզ կմոլորեցնի։ Սերմնացանի առակը լսել ես։
Աշխարհ, ես ասեմ աշխարհ, դու հասկացի սատանան, աշխարհը քեզ չի թողնի, նա կմոլորեցնի, որ դու ընդհանրապես դեռ անգամ չսկսես էլ փնտրել, հասկանում ես։ Սուտ եկեղեցիներն, որոնց մասին որ Հիսուսն ասեց, կգան ու կասեն ես եմ Քրիստոսը, բայց շատերին կմոլորեցնեն, նրանք կմոլորեցնեն, որպեսզի դու չկարողանաս գտնել իրական Տիրոջը, Աստծո որդուն եւ Աստծուն, եւ որի հետ որ դու չկարողանաս ունենաս վերտիկալ հարաբերություն, այո, նրանք քեզ կտան հորիզոնտալ հարաբերություն, այսինքն քարոզիչ, ժողովուրդ եւ դու, բայց քեզ պետք է ունենալ անհապաղ այն ուղղահայաց հարաբերությունը քո Տիրոջ հետ, հասկանում ես դու։ Եվ եկեղեցիները, շատ եկեղեցիներ քեզ կմոլորեցնեն չգտնելու այն ուղղահայաց կապը Տիրոջ հետ, ինչու՞։ Որովհետև կարող է միգուցե մարդ ես էլի, դու այդ եկեղեցին թողնես դուրս գաս եւ փորձես Հիսուսին հետևել եւ Հիսուս Քրիստոսին ծառայել եւ Հիսուս Քրիստոսի համար ապրել եւ հանկարծ մարդաքանակը պակասի այն եկեղեցուց եւ տասանորդ եւ զոհաբերությունը այլևս այնտեղ ներս չմտնի, դրա համար նրանք քեզ կմոլորեցնեն, որ դու ավելի շատ այսպես պաշտես Քրիստոսին, ոչ սիրելիս, խաչը, հիշիր, խաչը ուղղահայաց էր, խաչը պարկած չէր գետի։ Հիմա քո սիրտը քեզ կմոլորեցնի առաջնահերթ, գիտես, մենք ունենք ըմբոստացած մի սիրտ, անգամ եթե մեր հոգին միջիչ ճչում է եւ ասում է մարդ, դու կարիքն ունես, Սուրբ Հոգու կարիք ունես, բայց մեր սիրտը, այն բղծված, այն աղտոտված, այն որ պիտի թլպատվի Հիսուսի այրունով, այն սիրտը քեզ կմոլորեցնի, որ դու ընդհանրապես անգամ փնտրտուքների չգնաս։ Եվ չասեմ գողացված ժամանակդ, դա էլ իր հեշտին, սատանան այնպես կկարճացնի քո օրվա ժամանակը, որ ասում է մարդիկ կարտացեք, ասում է ժամանակ չունեմ, ասում է մարդիկ կարտացեք, ասում է տանս լույսը շատ աղոթ է, չեմ տեսնում Աստվածաշունչ։ Երեկ ես մեկին դիտողություն արեցի, ասեցի եթե դու ցանկանաս բացել ու կարտալ, պատճառաբանություններ են բոլորը, մարդիկ առաջներում մոմի լույսի տակ են կարտացել, սիրելիներ։ Առաքյալները խոսքը գրել են մոմի լույսի տակ, իսկ այսօր մենք պատճառաբանում ենք, աչքերս ցավում է, աչքերս չի տեսնում, ակնոցներ դիր, չէ, դու ուղղակի կարտալ չես ուզում, ուղղակի դու պատճառաբանում ես, այսպես վերածենք այս ամենը, և այս շատ մի վտանգավոր մոլորություն է քեզ համար, և քեզ կստիպի լողալ այն վտանգավոր հոսքի ջրի հոսքովը, որը որ աշխարհին տանում է դեպի դժոխքի լայնատարած բացված դռները։ Այո, սիրելիս, թույլ տուր, ես խոսքը խիստ քարոզեմ։ Արի մի ստիպիր ինձ, որպեսզի ես քո գլխի տակ փափուկ բարձ դնեմ, ոչ։ Ճշմարտությունը ցավոտ է, ճշմարտությունը ցավ է տալիս, բայց ճշմարտությունը փրկում է։ Ճշմարտությունն է ինձ փրկել, երբ որ ես հիշում էի շարքերում նստած, ասում էի, գետին բացվիր, որ ես մտնեմ նրա տակը, որովհետև ես ամաչում եմ ինձանից, ամաչում եմ, թե ինչպիսի մեղավոր մի կյանք եմ ապրել մինչ Քրիստոսի ճանաչելը։ Եվ ճշմարտությունը, խստությունը ինձ բերեց դարձի սիրելիս։ Գիտես, երջանիկ երեխան այն երեխան է, ում ծնողները խիստ են, հավատա ինձ։ Երջանիկ երեխան այն երեխան է, գկված զգում իր ծնողների գրկի մեջ, ովքեր որ խիստ են իրենց երեխաների հանդեպ։ Եվ այն երեխան ավելի իրեն երջանիկ է զգում, քան այն երեխան, որի ծնողները որ բաց են թողել կյանքի քմահաճույքներին եւ ասում են գնա դարձիր ինչ ուզում ես, ոչ, այդ երեխան երջանիկ չէ։ Խստությունն է երջանկացնում։ Ես այսօր ամեն ժամանակ ասում եմ իմ Տիրոջը, ես քեզ փառք եմ տալիս Տեր Հիսուս, որ դու դեռ իմ ամբողջ կյանքի մինչև վերջի շունչը լսում ես, ինձ դեռ կսովորեցնես, կմաքրես, կսրբես, կսրբացնես քո սուրբ այրունովը։ Սա է խստությունը, որը սրբում է, սիրելիս։ Քեզ պետք է անհապաղ գտնել այն մեկ հատին, որը դու պիտի փնտրես ծովի ջրերի շատ խորքերումը։ Ես ասում եմ, սիրելիս, այն ուղղակի դրված չէ,
Դու այն պիտի փնտրես, գիտես ինչու, որովհետև մինչև մարդկային սիրտը այն հակումը չունենա փնտրելու։ Ես ուզում եմ, որ դու ճիշտ հասկանաս, մինչև որ դու հակում չունենաս փնտրելու, դու չես կարողանա գտնես, եւ այն հակումը մեր մեջ դնում է Աստված։ Եվ մի փոքր էլ քեզանից է այն կախված։ Եվ ծովի ջրերի խորքում կգտնես նրան։ Ես ասեմ, ամեն ինչ մակերեսորեն է։ Մակերեսորեն է, ջրերը հոսում են մի կողմով, բայց ասում է կենթանի ձուկը ջրի հոսքին հակառակ է լող տալիս։ Այո, դժվար է գտնելը։ Դժվար է գտնելը փնտրելու մեջ է, սիրելիս, դու պիտի սկզբից փնտրես, որպեսզի գտնես, եւ այն կախված է քեզանից։ Նորից եմ կրկնում, քո ժամանակից, քո կամքից եւ քո հավատքից։ Կարող ես այս երեկը քո մեջ ըմբռնել։ Ղուկասի 15 կարդում եմ 8-10։ Եստեղ նորից Հիսուս Քրիստոսը նույնանման առակով է գալիս, բայց այս անգամ ոչ թե 99 ոչխարներից 100-ից 1-ն էր կորած, այլ այստեղ մեկ ուրիշ առակ։ Կամ ով է այն կին ասում է, որ 10 դրամ ունենա, եւ եթե 1 դրամը կորցնե, ճրակը չի վառի եւ տունն ավելի եւ սաստիկ որոնի, մինչեւ որ գտնի։ Նայեք, սա դրամը կորցնելու ժամանակ է։ Ասում է, ճրակը չի վառի, տունը ավելի սաստիկ որոնի, մինչև որ գտնե, եւ երբ որ կգտնե, բարեկամներին եւ դրացիներին կնկաչե եւ կասի ուրախացեք ինձ հետ, որովհետեւ դրամը գտա, որ կորցրել էի։ Ասում եմ ձեզ, այսպես էլ Աստծո հրեշտակների առաջին ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ կապաշխարե։ Ով է այս մեկ մեղավորը։ Այս մեկ մեղավորը այն անձն է, ով որ կփնտրե, կգտնե, կապաշխարե։ Սա է այդ մեղավորը։ Ճրակը կվառե։ Սա շատ կարևոր է, սիրելիս, մինչև որ ճրակը չվառես, դու չես կարող փնտրտուքների մեջ ընկնել։ Այսօր գոյություն ունեն շատ ճրակներ։ Ես ասեմ քեզ, ճրակը ինքը իր ճրակակալը ինքը իրանից ներկայացնում է ճրակ։ Այսօր գոյություն ունեն շատ ճրակներ, բայց նրանք առանց յուղի են։ Այո, առանց յուղի։ Ինչ ես դու փնտրում քո կյանքում։ Ինչ դու ունես քո կյանքում։ Դու ունես ճրակը։ Միայն ճրակը ունես դու, թե դու ունես նաև յուղը ճրակի համար։ Ինչ ես դու փնտրում։ Փնտրում ես ճրակը առանց յուղի, այն դու ունես արդեն իսկ, այն քո մարմնի աչքերն է, ասում է Աստվածաշունչը, որը առանց յուղի խամրած է։ Դու փնտրում ես իմաստը քո կյանքում, իմաստ ես փնտրում, ունայնությունը դու արդեն ունես, հիշիր, իմաստն է փնտրտուկման մեջ, դու կարող ես միայն իմաստը փնտրել, ունայնությունն արդեն իսկ դու ունես, եթե զգացել ես, թե որքան ունայն է քո կյանք առանց իմաստի։ Իսկ եթե իմաստն ես փնտրում, այն գտնելով նա քեզ կտա ինչ իմաստություն։ Սիրելիներ, ընդհանրապես իմաստությունը մի բան է, որ մարդը չունի երկրի վրա։ Երկրավոր իմաստությունը այն երկնային իմաստությունը չէ։ Սրանք տարբեր բաներ են։ Ասում է երկրավոր իմաստությունը այն դիվային է։ Երկնային իմաստությունը սա մեկ ուրիշ բան է։ Եվ հիմա մենք կարդում ենք Առակաց գիրքը եւ կհասկանանք ինչումն է բանը։ Առակաց 3-րդ գլուխ։ Երանի այն մարդին ասում է, որ իմաստություն է գտել, եւ այն մարդին, որ հանճար է ստանում։ Սիրելիս, ես ապրում եմ այս տողերը, որովհետեւ նրա շահը, այսինքն իմաստության հանճարի, շահը լավ է արծաթի շահիցը, եւ նրա արդյունքը մաքուր ոսկիցը։ Նա պատվական է գոհարներիցը եւ քո բոլոր ցանկալի բաները նրան չարժեն։ Սիրելիս, ջնջիր այն 99, նրանք չարժեն այն մեկին։ Հասկանում ես դու։ Նրա աջ ձեռքին օրերի երկայնություն կա, նրա աջ ձեռքին, այսինքն իմաստությունը ինքը անձ է։ Նրա աջ ձեռքին իմաստություն կա։
Օրերի կներեք երկայնություն կա, նրա ձախ ձեռքին հարստություն եւ փառք։ Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են եւ նրա բոլոր շավիղները խաղաղություն են։ Լսում ես սիրելիս, ինչ են նրա բոլոր շավիղները։ Խաղաղություն։ Նա կենաց ծառ է նրան համար, որ բռնել է նրան եւ նա իր ամպին բռնողին երջանիկ կանե։ Ինչ կանե։ Իմաստությունը, իմաստությանը, իմաստին, պինդ բռնողին ինչ կանե Տերը։ Երջանիկ։ Դու հասկացել ես լիարժեք երջանկությունը որն է։ Դու հասկացել ես ինչ է երջանիկ, լիարժեք երջանիկ լինել։ Երջանիկ լինել ցավի մեջ, տառապանքի մեջ, կարոտության մեջ, երջանիկ լինել աղքատության մեջ, երջանիկ լինել նաև հարստության մեջ, մարդը պիտի կարողանա նաև հարստության մեջ երջանիկ լինել։ Հասկանում ես դու սա։ Ոչ թե հարստությունն է երջանկացնում, այլ երջանկությունն է, հիշիր, հարստացնում։ Հիշեցիր այս բառը։ Խորը սրտիդ մեջ կապիր այն ու հասկացիր, որ սրանք տարբեր բաներ են։ Քեզ 99 կարող է քեզ հույս տա, հույսն է շնչի, դե ունեմ, դե լավ է ունեմ, էլի ապրում եմ, բայց այն մեկը քեզ կարող է երջանկացնել։ Բաց արա հոգու տականջը եւ կլսես նրա ձայնը, այն ձայնը իմաստի, որ քեզ համար կորած է եղել։ Կորած է եղել, սիրելիս։ Նաև կարող է եւ կորած է։ Կարող է դու այսօր նրան պիտի գտնես, կարող է դու նրան գտել ես ու այսօր պիտի այս խոսքը լսելով դու նրան պինդ պահես։ Կարող է դու նրան գտել ես եւ նորից բաց ես թողել։ Ես չգիտեմ ով ես դու, բայց ուզում եմ, որ քո հոգուտ մեջ մեծ ընդդաջվի այս կարևորությունը։ Մատթեոս 25-րդ գլուխ։ Կաշտում եմ 1-ից 9։ Այն ժամանակ ասում է, կնմանի երկնքի արքայությունը 10 կույսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան Փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը, ուշադիր եղեք, իմաստուն են եւ 5-ը հիմար։ Այն հիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձետ վեր չարան իրանց հետ։ Սակայն իմաստունները իրանց ամաններումը ձետ վեր առան իրանց լապտերների հետ մեկտեղ։ Եվ երբ որ Փեսան ուշացավ, ամենքը թմրեցան եւ քնեցին, եւ կեսգիշերին աղաղակ եղավ, ահա Փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու։ Այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան եւ իրանց լապտերները պատրաստեցին, բայց հիմարներն ասեցին իմաստուններին. տվեք մեզ ձեր յուղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։ Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. միգուցե մեզ եւ ձեզ բավական չլինի, բայց ավելի լավ գնացեք ծախողների մոտ եւ գնեցեք ձեզ համար։ Եվ ասում է, երբ որ նրան գնացին, Փեսան եկավ եւ պատրաստները նրա հետ հարսանիքը մտան եւ դուռը փակվեցավ, սա ավելացնեմ։ Ինչու՞մն է այստեղ իմաստը։ Ինչու՞մն է այստեղ երկնավոր իմաստությունը, որ մարդը պիտի ունենա։ Ես հասկանում եմ, որ դու լապտեր ունես, բայց դու յուղ չունես։ Ես հասկանում եմ, որ դու լապտեր ունես, հավատք ունես, հավատացյալ ես, անունը ունես քո վրա։ Արի ասենք լապտերը դա անունն է, հավատացյալ լինելու, բայց դու յուղ չունես։ Իսկ առանց յուղի, սիրելիս, երբեք լապտերը չի կարող վարվել։ Իմաստը այստեղ ընդհանրապես ոչ թե լապտերի մեջ է, այլ յուղի մեջ է, որովհետև միայն յուղով դու կարող ես այն լապտերը վարել եւ լուսավորել։ Առանց յուղի քո լապտերի իմաստը զրկվում է, որն է Սուրբ Հոգու ներկայություն եւ օծություն է։ Եթե մեկ հավատացյալ չունեցավ Սուրբ Հոգու ներկայություն եւ օծություն, դու կարող ես նրան կոչել կրոնավոր մի անձ։ Կրկնում եմ, եթե մեկ հավատացյալ չունեցավ Սուրբ Հոգու օծությունը, յուղը եւ զորությունը, այն մարդը կարող է կոչվել կրոնավոր ոմն մեկը, բայց ոչ ավել։
ունես լապտեր, չունես յուղ, չունես նաև լույս։ Եվ առաջինը, խոսքի օրինակ ես քեզ հարց եմ տալիս, այս բարձրախոսը, իմաստը, ինչի մեջ է։ Իմաստը այս բարձրախոսի մեջ է, թե իմաստը նրան միացնելու եւ օգտագործելու մեջ է։ Եթե այս բարձրախոսը դու չմիացնես, սիրելիս, եթե այն կնոպկան չսեղմես եւ դու չխոսես նրա միջով, բարձրախոսը իմաստ չկա։ Նրա մեջ չկա ոչ մի իմաստ։ Իմաստը դառնում է, երբ որ քո ձայնը նրանով լսելի է դառնում։ Իմաստավորվում է այս բարձրախոսը, եւ որ դու նրան օգտագործում ես։ Միայն այն ժամանակ իմաստը օգտագործման եւ ձայնի մեջ է։ Լույսը չի լուսավորի քեզ, եթե դու ուզում ես, քո սենյակը շատ մութ է, դու գնում ես սենյակիդ կլանիչը, դու վառում ես, որպեսզի լույսը լուսավորի քեզ, ճիշտ է։ Եթե դու կլանիչը չլուսավորես, եթե դու կլանիչը չսեղմես, ապա լույսը քեզ չի լուսավորի, այսինքն իմաստը ինչի մեջ է, իմաստը էներգիայի մեջ է, լույսի մեջ է կլանիչի, թե ուղղակի դու այն պիտի օգտագործես, որ իմաստը նրանով դու տեսնես, նրա իմաստը լույսն է։ Բայց եթե դու այն կլանիչը չսեղմես, քո սենյակը խավարոտ կմնա։ Սեղմելու մեջ է, հասկանում ես, իմաստը սեղմելու մեջ է, սիրելիս։ Իմաստը վառելու մեջ է, սիրելիս, իմաստը յուղի մեջ է։ Երբ որ մի բան փնտրում ես, հիշիր մեկ բան քո կյանքում, ինչ որ մեկ բան կորցրել ես ու փնտրում ես։ Իմաստը ինչի մեջ ես դու դնում։ Իմաստավորվում է այն ժամանակ, երբ որ դու գտնում ես, չէ՞, այսինքն դու իմաստը գտնելու մեջ ես դնում, որ փնտրում ես, չէ՞։ Եվ այս ամենը հասցնում է մեզ սրտին։ Այս ամեն ինչը բխում է մեր սրտից։ Այս ամեն ինչը կամ տեղ ունի մեր սրտի մեջ կամ չունի։ Եվ սիրտը երբեք չի բաբախի, հիշիր, եթե նրանում չհոսի այրուն։ Երբեք։ Սիրտը ընդհանրապես սիրելիս նա ինքը աուտոնոմ օրգան է։ Միակ օրգանն է մարդկային էության, մարդկային մարմնի մեջ, որ եթե սիրտը հանում են ինչ-որ մեկի սիրտը պետք է ինչ-որ մյուսին տրանսպլանտացիա անելու համար, այդ սիրտը հանում են, այդ սիրտը կարող է ժամերով ճանապարհներ գնալ։ Նա բաբախում է առանց մարմնի, առանց այրան։ Հասկանում ես։ Նա աուտոնոմ օրգան է, բայց սիրտը մարդկային մարմնի մեջ, իմ մարմնի մեջ առանց այրան չի կարող նա բաբախել։ Դու հասկանում ես ինչի նկատի ունեմ ես քեզ։ Դու հասկանում ես ես քեզ ինչ օրինակ եմ բերում, որպեսզի դու հասկանաս, թե որքան կարևոր է այն։ Այո, սիրտը աուտոնոմ օրգան է։ Դու ես մի փոքր աուտոնոմ օրգան։ Դու փորձում ես ինքդ քեզ բաբախել, դու փորձում ես ինքդ քեզ ճանապարհներ գնալ, փնտրել ու գտնել, բայց ասեմ քեզ, քո մարմնի մեջ, քո սիրտը առանց այրան չի բաբախի։ Իսկ քո մարմինը չորացել է այլևս, այրուն չկա, այնտեղ գոյություն չունի։ Իմաստը ոչ թե սրտի մեջ է, սիրելիս, այստեղ իմաստը այրան մեջ է։ Ոչ, իմաստը քո սրտի մեջ չէ։ Եթե քո օրգանիզմում չլինի այրուն, քո իսկ էությանդ մեջ, մարմնիդ մեջ քո սիրտը չի բաբախի։ Սա եմ ուզում ասել։ Եթե դու չըմբռնես, թե ինչ է քեզ համար արել Հիսուս Քրիստոսը, քո փրկիչը, իր այրունովը, ապա քո սիրտը երբեք չի կարողանալու նրա համար բաբախել։ Նորից կրկնում եմ, եթե դու չըմբռնես, եթե դու չհասկանաս, եթե քո հոգին չհասկանա իր մեղքի վարձքը, եթե քո հոգին չհասկանա, թե Հիսուս Քրիստոսը իր այրունով ինչ է արել ու ինչու է արել, դու չես կարողանա, քո սիրտը չի կարողանա բաբախել նրա համար, այն մեռած օրգան կլինի քո մեջ, սիրելիս, մեռած։ Եվ այն երբեք Հիսուսի համար չի բաբախի։ Իմաստը կյանքի այն է, երբ դու գտնում ես իմաստը ապրելու։ Լսիր ուշադիր, կյանքի իմաստը այն է, երբ դու գտնում ես իմաստը ապրելու։ Սա է կյանքի իմաստը։ Իսկ երբ չես գտնում, չունես,
ունայնության մեջ ես ապրում։ Ունայնության ասեց Սողոմոն թագավորը։ Առաջինը ձայնը, մենք ասեցինք իմաստը ձայնի մեջ է։ Եթե լսես նրա ձայնը, ով քեզ ասում է դուրս եկ խավարիցը դեպի իմ լույսը, որի անունն է Հիսուս, խնդրում եմ քեզ, մի խստացրու քո սիրտը, մի խստացրու քո պարանոցը։ Եթե այն ձայնը քո հոգու մեջ ասում է, ապա մի խստացիր, չէ որ իմաստավորված է այն ձայնը, որը կանչում է քեզ, եւ գիտի ինչու է կանչում, եւ ում համար է կանչում։ Երկրորդը, յուղոծությունն է։ Եթե դու չունես այն, նմանեցիր այն 5 հիմար կույսերին։ Եթե դու Աստծո օծությունը քեզ վրա չունես, դու չունես Աստծուն, սիրելիս։ Հիշում եք այն 7 կանայք, որ ասում էին, անունդ մեր վրա նշվի, բայց մենք ամեն ինչ քեզ կտանք, մեր հացով, մեր կերակուրով, մեր հագնելիքով քեզ կպահենք։ Ոչ, սիրելիս, մեզ այստեղ անուն պետք չէ, մեզ այստեղ պետք չէ դատարկ քրիստոնյաներ կոչվել եւ մյուս քայլին աշխարհի համար լինել ոչ թե լույս, այլ ուղակի մեծ ընկայտակղություն։ Յուղ, Սուրբ Հոգոցությունն է։ Եթե դու քո վրա ունես յուղ, դու նմանեցիր այն 5 իմաստուն կույսերին, իսկ եթե դու ունես լապտերը եւ չունես յուղ, դու նմանեցիր այն հիմար կույսերին, ովքեր որ կարծես թե թվում է նրանք էլ էին սպասում Փեսային, նրանք էլ էին պատրաստված, նրանք էլ էին ճանապարհ ընկել, նրանք էլ էին ձանձրացել, մռափել, բայց երբ որ արթնացան, հիշիր խոսքը, երբ որ նրանք արթնացան, քնից արթնացան, այն խորը քնից, որ դու այսօր հիմա, հենց հիմա ասում եմ քեզ արթնացիր, արթնացան, հասկացան, որ յուղ չունեն։ Իսկ դա շատ մի ահռելի, դա մի սոսկալի վիճակ է հավատացյալի համար։ Գիտես, այն յուղ անհամ հավատացյալ, անախ եւ անլույս։ Եվ նրանք այն կույսերն էին, ովքեր երկնային թագավորությունը չժառանգեցին։ Նրանք գնացին եւ ասեցին. Տեր, բաց մեզ, չէ որ ճանապարհ ենք կտրել։ Սպասել ենք, դու ուշացար, հոգնեցինք, դու ուշացար, քնեցինք, դու ուշացար։ Եվ հիմա բաց արա մեզ համար, եւ ինչ կասի Հիսուսը։ Ետիս գնացեք կասի, անօրենություն գործողներ, ես ես չեմ ճանաչում։ Այսպես կասի նա, այն հիմար կույսերին, ովքեր որ մտածում էին, որ հավատացյալ էին, բայց չէին, ովքեր որ մտածում էին, Փեսային էին սպասում, բայց չէին սպասում, ովքեր որ մտածում էին, կարող էին միայն լապտերներով Տիրոջը դիմավորել, առանց լույսի։ Աստվածաշունչը ասում է, եթե Աստված գա, եթե Հիսուս Քրիստոս իրելիս այսօր գիշեր գա, արդյոք նա այս երկրի վրա հավատք կգտնի։ Արդյոք կգտնի։ Ասում են, Տերը գալիս է, ոչ, ես չեմ ուզում, որ Տեր այսօր գա, գիտես ինչու չեմ ուզում, որպեսզի դու ապրես փրկություն, որ նոր Տերը գա։ Այո, սիրելիս, Տերն էլ գիտի ինչու է ուշացնում ժամանակները, ըստ Աստվածաշնչի արդեն նա պիտի երկրորդ գալուստը նրա եղացած լիներ, բայց չկա, ասում է, եթե գամ արդյոք գեթ 1 հոգու կգտնեմ հավատքի մեջ, սերը սառել է, լսեք, աշխարհի սերը սառել է, հավատացյալների սերը սառել է, սառած, օծի պես ման են գալիս, թե որը մեկը մեկին կծոտի, ինչպես կա Հիսուս, գեթ 1 կլինի, սկսած ինձանից որ փրկվի, ոչ, ըստ Աստծո խոսքի ոչ, այրունը, չորրորդը, միայն Հիսուս Քրիստոսի այրունն է իզորու քո սիրտը, անկենտան սիրտդ կենտանացնելու, քեզ թվում է դու ունես այրուն, բայց արդեն նա ջուր է դարը սիրելիս, նա քո սիրտն էլ է արդեն առողջությունից հանել, գիտեք մեր առողջությունը, մեր հիվանդությունները ամեն ինչ ինչուց է, որովհետև մենք մեր մեջ այլևս մաքուր այրուն չունենք, եթե մարդը իր մեջ ունի մաքուր այրուն, ապա նրա մարմինն էլ պարաշտ կլինի, առողջ կլինի, այս ամեն այրունից է կախված
Աստված։ Ինչի համար են հավատացյալները, ինչի համար են Քրիստոսին նվիրվածները բժշկվում։ Հիշում եմ, ես ունեցել եմ զոբի խնդիրներ մեծ, նաև ուռուցք, երբ որ գնացի այստեղ մեկ անգամ բժշկի, եւ բժիշկը ստուգեց այրունս վերցրեց, ասեց տիկին Հակոբյան, ասեց, շատ մի տարօրինակ բան է կատարվում ձեր այրան մեջ, ասեցի ինչ բժշկուի, ասեց նայեք, դուք նույն խնդիրը ունեք, բայց ասում է, ձեր այրունը պատնեշ կապած թույլ չի տալիս, որ ձեր խնդիրները գլուխգործոց դառնան, ասեցի, դա Քրիստոսի այրունն է։ Սիրելիս, հավատացած եղի, եթե քո մեջ հոսում է Տիրոջ այրունը, եթե քո մեջ հոսում է Սուրբ Հոգու յուղը, քո մարմինդ պարարտվում է, քո մարմինդ բժշկվում է, անկամ տկարության մեջ դու գիտես, որ դու բժշկված ես Քրիստոսի այրունով, որովհետև այն այրունը, որ սրսկվում է քո մեջ, որ թափվել է խաչից, այն այրունը իզորու է մաքրել, պարարտել, բժշկել, ողողել քո մարմինը, հոգին, սիրտդ, միտքդ, ամեն ինչդ։ Եվ այսպես Եթե գտել ես այն կորածը, այն իմաստը, այն մեկ հատը 99-ի կողքին, ապա ուղղակի մեծ խնդրանք քեզ, որպեսզի նրան պինդ բռնես։ Պինդ բռնիր նրան, սիրելիս, բաց մի թող, որովհետև բաց թողնելը կարող է մարդու համար դառնա ճակատագրական։ Գիտեք, Աստվածաշունչը ասում է, վայ նրանց, որ ասում է մեկ անգամ լուսավորված Աստծուն եկած, Աստծո քաղցրությունը, երկնային համն ու ամեն ինչը տեսած, որ ասում է նորից այդ մարդը աշխարհ է վերադառնում, հետո ասում է այդ մարդուն դժվար է, Սատանան քեզ այլևս չի թողնի, այնպես կգցείς ծուղակը, որին գտել չես հասկանա։ Եթե չես գտել այն, ապա մի դադարիլ որոնել և փնտրել և գտնել նրան։ Գիտեք, սիրելիներ, գեղեցիկ է որոնելը։ Որոնելը այնպես մի երջանկություն է, երբ որ հիշում եմ, ես փնտրտուքների մեջ էի, ինչ ասես արել եմ։ Բուդայից սկսված, սիրելիս, անգամ մեկ շաբաթ ապրել եմ կլոստրում Շվեյցարիայում, փնտրում էի, ուղղակի ճիշտը չէի փնտրում։ Հիշում եմ, ծիծաղս գալիս է, այդ մեկ շաբաթ ապրում է այդտեղ, դե այնտեղ բուդաների նման հակած, դուք գիտեք, այդ մոնխ են ասում դրանք, ինչ մոնարխները, եւ սրանք քարի արձանին էին պաշտում, դու էլ պիտի ծնկեիր, աղոթեիր այդ քարի արձանին, ուղղակի ինչ է, հիմա ծիծաղս գալիս, թե որքան մարդը կարող է, ասենք, գտնվել, չգիտեմ ոնց բացատրեմ, ասենք ես իրավիճակ է, էլի ուղղակի, ինչպես կարող է ես ծնկել եւ Բուդային պաշտել եւ Բուդայի դեմ աղոթել, բայց այդ պահին իմ մեջ մի փոթորիկ էր կատարվում, ու ես հիշում եմ, ես Աստծուն ճանաչում էի, մարդիկ, ես կրոնավոր մարդ էի։ Բոլոր մարդկանց նման, ովքեր որ Հիսուսին դեռ լիարժեք չեն գտել, եւ այս կրոնը իմ մեջ խեղդում էր, այս կրոնավոր հավատքը իմ մեջ ասում էր վեր կաց եւ այդտեղից փախիր։ Եվ ես հիշում եմ, այնպիսի գայթակղություններ իմ մեջ եղավ, որ ես վերցրեցի եւ այդտեղից իրականում փախա։ Եվ հասկացա, որ դա չէր, որ ես որոնում էի։ Եվ այդ դեպքից հետո չանցած քիչ ժամանակ ես իրական Քրիստոսին գտել եմ, մարդիկ, բայց իմ որոնումները շատ են եղել, երկար են եղել։ Ես 37 տարի փնտրտուքների մեջ եմ եղել եւ 37 տարեկանում գտել եմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին, 1 տարուց ես դառնում եմ 50 տարեկան եւ հասկանում եմ մեկ կարևոր բան, որ Երանի եմ տվել այն օրերին, որ ես որոնել եմ, դրա համար գտել եմ, իսկ եթե չորոնեի, արդյոք կգտնեի, Չեմ կարծում, մարդիկ, որոնումը այն պրոցես է, որ մարդուն այնքան հարկավոր է, որպեսզի այն մարդը փափագած կարողանա գտնել։ Այն մեկին, այն մեկ հատին, եւ այն 99-ը ես դրեցի կողքի, ամեն ինչ եմ դրել կողքի, անգամ իմ ծնողներին, իմ երեխային, ամեն ինչը, եւ այն մեկը վերցրած նրա ետևից եմ քայլել։ Սա է երջանկությունը, սա է։ Եվ ասում է, երբ որ գտնե, ուրախանալով իր բարեկամներին, դրացիներին կկանչե եւ կասե, ուրախացեք ինձ հետ։ Ամեն մի հավատացյալ, իրականում ամեն մի իրական Քրիստոսով հավատացյալ եւ Սուրբ Հոգու համը առած հավատացյալ, յուղված, յուղոտված,
Այսպես ասեմ, մեռոնված հավատացյալը ինքը դրացիներին կկանչի ու կասի. Եկեք, ինձ հետ ուրախացեք, ես գտել եմ։ Հասկանում ես։ Սա վկայություն է։ Սա վկայություն է աշխարհին, որ դու աշխարհին պիտի տաս, որ ես գտել եմ յուղը, ոչ թե լապտերը։ Ես գտել եմ այրունը, ոչ թե սիրտը։ Ես գտել եմ Քրիստոսին, այն անհատին, այն մեկհատին, ոչ թե այն ինչկերը, որ ես միշտ իմ կյանքում ունեցել եմ։ Ասում եմ ձեզ, այսպես էլ Աստծո հրեշտակների առաջին ուրախություն կլինի մեկ մեղավորի փրկվելու, ապաշխարելու համար։ Եվ այսպես, սիրելիներ, ամեն մեկ մարդ իզորու է լույս տալ մեկ ուրիշին, ով որ քո վրա կտեսնի այն յուղը օծված եւ այն լույսը փայլող։ Ինչպես կարող ես դու մեկին լուսավորել, եթե դու ինքդ խավար ես։ Ինչպես կարող ես երբևիցե համառորեն փորձել ստիպողական կերպով Աստծո խոսք քարոզել մեկին, եթե քո վրա այն լույսը եւ օծությունը չկա։ Կարծում ես, աշխարհի մարդիկ այդ չեն տեսնում, լավ էլ տեսնում են։ Նրանք այնքան Աստվածաշունչը ասում է, նրանք այնքան հավատացյալների նման միամիտ չեն, նրանք երկմիտ են, սիրելիս։ Հավատացյալը միամիտ է։ Նա անգամ եթե գիտի թե ով ես դու իմ դիմացում կանգնած, միևնույն է, նա միամիտ է։ Նա երկմտորեն չի մտածում։ Եվ այսպես, եթե գտնես բարի, ես վերջացնում եմ շուտով, իսկ եթե չգտնես, դու քեզ ինքդ հարց տվել ես, ես հարց եմ տալիս, իսկ եթե չգտնես, ապա կկատարվի այն գրվածքը, որը երբ որ ես կաշտում եմ, ամբողջ իմ էությունս խառնվում է իրար, մարդիկ, այս բառերը հենց այնպես չէ, որ Աստվածաշնչի մեջ տեղ են առել։ Եթե չգտնես, կամ եթե գտնես եւ բաց թողնես, կամ ընդհանրապես չփնտրես, ինչ կկատարվի մեր կյանքում, ես հիմա կաշտում եմ, ուշադիր լսի քո, սա մեր ճակատագիրն է, եթե մենք չգտնենք։ Երկ երկոց 5-րդ գլուխ ես այնքան եմ սիրում կաշտալային, ես այնքան եմ ապրում վայելում այս բառերը, բայց ուզում եմ, որ դու հասկանաս, որ ապրում ես, վայելում ես, եթե դու նրան ունես, բայց եթե դու նրան չունես, դու այս բառերը չես կարող վայելել, սիրելիս, եւ ես կաշտում եմ այս տողերը, որպեսզի դու հասկանաս, թե ինչ կկատարվի քո կյանքում, եթե դու նրան չգտնես կամ գտնես ու բաց թողնես, կաշտում եմ։ Երկրորդ համարից եւ Ես քնում եմ, բայց սիրտս աշտուն է, սիրեկանի զայն է, դուրը թակում է, սիրելիս, բաց ինձ համար ով քույրս, ընկերուիս, աղավնիս, կատարյալս, որովհետև գլուխս լիքն է ցողով, վարսերս գիշերվա շաղերով, ասում է, իմ պատմությանը ես հանել եմ, ես ինչպես հագնեմ նրան, ոտներս լվացել եմ, ես ինչպես աղտոտեմ նրան, սիրեկանս ձեռքը մեկնեց սակովը և աղիքը զգալարվեցան նրա համար, ես վեր կացա, որ բանամ սիրեկանիս համար և ձեռքերիցս զմուրս կաթեց և մատերիցս հեղուկ զմուրս փականգի բռնատեղի վրա, ես բացեցի սիրեկանիս համար, այո, նա բացեց, բայց ուշացած սիրելիս, Ես բացեցի սիրեկանիս համար, բայց իմ սիրեկանը դարձել անցել էր, սիրտս գնացել էր նա խոսելիս, որոնեցի նրան, բայց չգտա, կանչեցի, բայց չպատասխանեց, այս սա ցավալի երևույթ կդառնա, երբ որ դու այլևս կորոնես եւ նրան չես գտնի, կկանչես եւ նա այլևս քեզ չի պատասխանի, ինչպես Սավուխ թագավորը, եթե իհարկե գիտես ով է նա, ասում է. Ինձ գտան քաղաքումը շուռ եկող պահապանները, խփեցին, վիրավորեցին ինձ, վեր առան քողս վրայիցս պարիսպների պահապանները։ Եշտում եմ տալիս ձեզ ով Երուսաղեմի հավատացյալ աղջիկերք։ Եթե գտնեք իմ սիրեկանին, ինչ եք ասելու նրան։ Ինչ ես ասելու։ Եթե գտնես։ Եթե գտնես նրան, ինչ ես ասելու նրան, որ սիրո հիվանդ եմ ես, հասկանում ես,
Հասկանում ես ինչ է նշանակում, եթե գտնեք նրան, ասեք, որ սիրո հիվանդ եմ ես։ Հիվանդ եմ ես։ Հիվանդ է իմ միտքը, հիվանդ է իմ մարմինը։ Հիվանդ է իմ մարմնի ամեն մի անդամները, սիրելիս, հիվանդ է նվաղ է սիրտս, նվաղ է հոգիս։ Եթե գտնես նրան, եթե գտնես, ասա նրան, որ ես սիրո հիվանդ եմ, որ ես Քրիստոսի հիվանդն եմ, որ ես նրա կարիք այնքան ունեմ, եթե գտնես, սա էլ մեծն հարց է, բայց նորից ուզում եմ քեզ հորդորել և ասել, ով փնտրի, նա կգտնի, համոզված ասում եմ ես քեզ, եթե փնտրես ճշմարիտը, կգտնես ճշմարիտը, եթե փնտրես մոլորությունը, կգտնես մոլորությունը, իսկ եթե գտնես Քրիստոսին, նա, որ անդադար քո սրտի դուռը թակում է, բայց դու դեռ այսպես աղավաղված չգիտես բացես, չգիտես չբացես, չգիտես ելնես, ոտքերդ են աղտոտվելու, պատմությանը դու արդեն հանել ես, ինչպես բացես դու նրա համար դուռը, սա քեզ վրա է սիրելիս դրված, դու այն պիտի գիտակցես, որ կորցրեցիր, կորցնում ես քո հավիտենությունը, եթե դու կորցրեցիր Քրիստոսին, դու կորցնում ես քո փրկությունը, և այսպես, հույս ունեմ ես, որ երբ որ քեզ համար դուռը կթակվի, երբ որ կգա ինչ-որ մեկը քո դուռը կթակի, քո սրտի դուռը հիմա այսօր այս պահին, դու այն բաց կանես Քրիստոսի համար, բացիր եղբայրս, բացիր, պետք չի այդքան ապրել աշխարհով, աշխարհի համար այսօր կանք վաղը չկանք, պետք է ապրել Քրիստոսի համար, ապրիր նրանով և կտեսնես, թե դու որքան է նրա մեջ երջանկությունը, դու կտեսնես, որ անգամ այն պահը, որ դու ստիպված չսիրելով աշխատում ես, այն քեզ սիրով կդարձնի, երջանիկ պահերդ, և որ դու ասում ես, էլի պիտի գնամ այս տեղը, նորից այս պիտի անեմ, նա այն քո մեջ սեր է դնում, երջանկություն է դնում, սա Հիսուսն է, սրա անունը Հիսուս է, որ ամեն մեկ վայրկյանը քո կյանքիդ դու ապրում ես լույսով, յուղով, ողողված և ոչ մեկ այս աշխարհի տակ չի կարող քո երջանկությունը քեզանից վերցնել, որովհետև նրա անունն է Հիսուս։ Վերջին երկրպագությունը սիրելիս, ապրիր այս բառերը, վայելիր այս բառերը թող դառնան աղոտ քո կյանքի մեջ, ապրիր նրանք, վերջին երկրպագությունը,
կճանաչես ինչ ես հիշում իմ մեղքերով փապաքսել քեզ մոտ կանչես քեզ ամուր գրգեմ Հիսուս կա քո գրկումս քո գրկումի այն ես կամ քո գրկից բացի չունեմ ոչ մի տուն քեզ եմ հավատում միայն քեզ ամուր գրկեմ կա քո գրկումը հույս քո գրկումի այն ես կամ քո գրկից բացի չունեմ ոչ մի տուն քեզ եմ հավատում միայն Իմ առջևից գիտեմ երբեք չեմ սայթակի ու թե կորցնեմ այս աշխարհում գիտեմ Հիսուս ինչ ես լքի թող համբուրեմ Ձեռքերը քո որոնք ինձ վերը բարձրացրին թող գամ քեզ մոտ դեռ ես այսօր հասնեմ սրտիս երազանքի քեզ ամուր գրկեմ Քո գրկումը հույս քո գրկումի այն ես կամ քո գրկից բացի չունեմ ոչ մի տուն քեզ եմ հավատում միայն քեզ ամուր գրկեմ քո գրկումը հույս քո գրկումի այն ես կամ քո գրկից բացի չունեմ ոչ մի տուն քեզ եմ հավատում Այո, սիրելիս, բացի Տիրոջ գրկից չունենք մենք ուրիշ ոչ մի տուն։ Ես ուզում եմ, որ սա քեզ հասկանալի դառնա։ Ամենաթանկագին, ամենատակու գիրքն է սա։ Ամենաապահով գիրքն է սա։ Եթե դու կրկվես Հիսուսին եւ նա քեզ քո գիրկը առնի, ինչպես որ այն մեկ կորած գառնուկին նա փնտրեց ու գտավ, այսօր դու եղիր այն մեկը, ամբողջ մարմինս տողում է սիրելիս։ Եթե այն կորած գառնուկին այն 99-ին նա թողեց եւ եկավ քո ետևից, ապա դու քո 99 ինչկերդ թող եւ գնա նրա ետևից նրան որոնելու։
Քանզի ասում եմ քեզ, եթե փնտրես ու գրկես նրան, եթե փնտրես ու գտնես նրան, եթե նա քեզ գրկախառնվի եւ ընդունի քո գիրկը, ինչպես հայր իր անառակ որդուն, դու իմացած եղիր, աշխարհում ոչ մի փոթորիկներ, աշխարհում ոչ մի հեղեղներ, ոչ մի կրակ, ոչ մի պատերազմ, ոչ մի սով չի կարող այլևս պատառել քեզ նրա գրկիցը։ Եվ ես ուզում եմ Հիսուսի փառավոր անունով, ուզում եմ Քրիստոսի թանկ այրան գնով աղոթել, որպեսզի դու այսօր քույրս, եղբայրս փրկություն գտնես, որպեսզի դու այսօր հասկանաս, որ մեկ օր էլ կարող է գա եւ այլևս դու արժանի չդառնաս փրկությանը։ Գիտես մարդիկ, դա շատերի մոտ է կատարվում։ Շատերն են կորցնում, շատերն են գոռում եւ գոչում Քրիստոսին, դժոխքում եւս մեկ հնարավորություն։ Բայց մեր հնարավորությունը, սիրելիս, իմ հնարավորությունը այս երկրի վրա է։ Երբ որ պատառվեց իմ մարմինը, երբ որ պատառվեց իմ վրանը, այլևս ոչ մի հնարավորություն ես չեմ ունենա, այլևս ուշ կլինի։ Սիրելիս, ամբողջ էությունս ցնծում է մեկ Տիրոջ համար։ Ամբողջ էությունս փառաբանում է մեկ Տիրոջը։ Ամբողջ իմ 24 ժամը, ամբողջ իմ ցավը, տառապանքը, խնդիրները, մարմնավոր թուլությունները, բայց երբ որ երկու օր առաջ ես ժամանեցի եւ բարձրացա այս վայրը եւ վերցրեցի միկրոֆոնը եւ սկսեցի իմ Տիրոջը ուղղակի երկրպագել եւ իմ հոգին լցվեց եւ իմ ցավերը հեռացան ինձանից, ցավեր, ասում եմ, ճնշումը ելել էր երկինք, սրտի աշխատանքի հետ, մարմնի ցավեր, խնդիրներ, ասում եմ ինչի Տեր, Արդյոք ցանկապատդ եմ քանդել, արդյոք ցանկապատդ քանդել եմ ինչ-որ մի մեղք գործելով, ոչ, կարոտել եմ, սիրո հիվանդ եմ, մարդիկ, մենք բոլորս ենք սիրո հիվանդ, մենք բոլորս սիրո պակասությունից հիվանդանում ենք, ես չեմ ասում երկրավոր սիրո մասին, ես խոսում եմ հակապես սիրո մասին, եւ ես կարոտել էի, այո, այնտեղ եմ ես Տիրոջը ծառայում, այնտեղ եմ ես խոսք տալիս, այնտեղ եմ ես ծառայում, բայց կարոտել էի Տիրոջս, կարոտել էի այս պահը, կարոտել էի նրան, երկրպագելու պահը, կարոտել էի, որ ես այս պիտի բռնեմ եւ այն սկանչելի բառերը պիտի արտաբերեմ, երգերը, փառաբանությունները, կարոտել էի եւ նվաղել էր հոգիս։ Եվ ես ասեցի ընդամենը Մարգարեացի ասեցի Տեր, այն պահը սկսած, որ ես բարձրանամ քո վերնատունը, ես բժշկվելու եմ։ Կարծում ես, ինչ կատարվեց սիրելիս, ամեն ինչ համատեղվեց, ամեն սիմպտոմները անցան։ Պողոս առաքյալը գրում է, ասում է, թող որ ես տկար լինեմ եւ քո զորությունով իմ տկարությունը ես հասկանամ, այո ես տկար էի եւ Տիրոջը խնդրում էի, ասում էի Տեր, եթե դու ինձ չտաս զորություն, ես չեմ կարողանա։ Պետք է զորություն ինձ քարոզելու։ Ես չեմ ուզում մեկ լինել, ով որ նվնվալով կկանգնի այստեղ եւ ինչ որ մի խոսք կքարոզի։ Ոչ սիրելիս, եւ Աստված տվեց ինձ այն։ Գիտես, Աստված տալիս է, Տերը տալիս է։ Ուղղակի պետք է ցանկանաս, ուղղակի պետք է կամենաս փնտրել եւ գտնել նրան եւ պարուրվել նրա գրկի մեջ։ Այսքանը։ Քեզանից շնորհակալ եմ իմ Տեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ իմ փառավոր Հիսուս, որ դու լիացնում ես մեզ քո տան, քո խոսքի բարաշտությունով։ Դու լիացնում ես մեզ քո այն սկանչելի լույսով։ Դու լեցնում ես մեր սրտերը եւ հոգիները քո լույսի յուղով, օծությունով, Տեր։ Առանց նրա մենք չենք կարող, Տեր։ Մեզ պետք է ջրակ, մեզ պետք է նաեւ յուղ։ Եվ դու դարձիր Հիսուս, դու դարձիր մեր ջրակը եւ թող Սուրբ Հոգին քո դառնա մեր ջրակի յուղը, օծությունը եւ զորությունը Հիսուս։ Սկանչելիս,
Փառք եմ տալիս, որ դու կաս, փառք եմ տալիս, որ ամբողջ 24 ժամը դու իմ մտահղացումն ես, փառք եմ տալիս, որ ապրում եմ քեզ համար, փառք եմ տալիս, որ ամեն մեկ միտքս հղված եւ մղված է առ Աստված, որպեսզի ծառայեմ քեզ, որպեսզի վայելեմ քո ամեն մեկ վայրկյան իմ կյանքի մեջ, ուրիշ ոչինչ ես չեմ ցանկանում այս աշխարհից, Տեր։ Եվ փառք եմ տալիս իրականում, որ դու գոհ ես մեր կյանքերում։ Հավիտյանս հավիտենից, փառք, զորություն, գոհություն, Հայր Աստված, որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված անունով թող ինչ որ մեկը ասե ամեն նստած տեղումը, ամեն իմ Տեր, հալելույա։